Տատիկիս հուղարկավորությունից հետո նրա սենյակ մտա, օդը դեռ պահպանում էր նրա օծանելիքի հոտը։ Ես Արմինեն 65 տարեկան գնացել էի հավաքելու նրա իրերը, բայց գտա մի բան, որը կործանեց իմ ամբողջ աշխարհը։ Զգեստապահարանի հատակին թաքնված մի արկղ, լիքը 73 տարվա չուղարկված նամակներով։ Բոլորը հասցեագրված էին նույն տղամարդուն։ Բացեցի առաջինը։ Սիրելի Գառնիկ, ես մեր որդուն ասում եմ, որ դու հերոս ես մահացել պատերազմում։ Ներիր, որ չեմ ասում ճշմարտությունը, որ դու ողջ ես ապրում ես մեկ կնոջ հետ։ Իմ աշխարհը պտտվեց։ Բայց ամենացնծողը եկավ հետո։ Համեմատելով հին լուսանկարը, ես հասկացա, որ Գառնիկը մեր կյանքում է եղել ամբողջ ժամանակ։ Նա էր Գառնիկ պապիկը, ընտանիքի ընկերը, որը միշտ գալիս էր տոներին։ Իմ գաղտնի պապիկը 50 տարի անցկացրել է, լուր դիտելով իր որդու թոռների մեծանալը, որպես ընտանեկան ընկեր։ Սա է այն 73-ամյա գաղտնիքը, որը կործանում է իմ ընտանիքի պատմությունը։ 695 նիշ։ Երբ մտա տատիկի սենյակը հուղարկավորությունից հետո, օդը դեռ պահպանում էր նրա օծանելիքի հոտը։ Ես, Արմինե Բաղդասարյանս, 65 տարեկան, եկել էի հավաքելու նրա իրերը, բայց գտա մի բան, որը կործանեց իմ ամբողջ աշխարհը։ Զգեստապահարանի հատակին, հին շալերի տակ, թաքնված էր մի արկղ, լիքը նամակներով, որոնք երբեք չէին ուղարկվել։ Բոլոր նամակները հասցեագրված էին նույն անձին, Գառնիկ Մելքոնյան, Թբիլիսի, Վրաստան։ Առաջին նամակը թվագրված էր 1950 թվականով, վերջինը անցած ամիս։ Երբ մի տարի նամակներ գրելու, առանց ուղարկելու։ Ձեռքերս դողում էին, երբ բացեցի առաջինը։ Սիրելի Գառնիկ, այսօր մեր որդին, Վահանը, արդեն քում է։ Նա ունի քո աչքերը։ Ես նրան ասում եմ, որ դու հերոս ես մահացել պատերազմում։ Ներիր ինձ այս ստի համար, բայց ես չեմ կարող նրան ասել ճշմարտությունը, որ դու ողջ ես ապրում ես մեկ կնոջ հետ։ Սիրով, քո Վարսենիկը։ Աշխարհս պտտվեց։ Վահանը իմ հայրն էր։ Տատիկս միշտ ասել էր, որ պապիկս մահացել էր պատերազմում, հերոս մեդալներով։ Բայց ահա ճշմարտությունը, նա լքել էր տատիկիս մեկ կնոջ համար։ Շարունակեցի կարդալ, ամեն նամակ բացահայտում էր ավելին։ Տատիկս գրել էր Գառնիկին իր որդու առաջին դպրոցական օրվա մասին, նրա հիվանդությունների, նրա առաջին սիրո մասին։ Նա գրել էր, երբ հայրս ամուսնացել էր, երբ ես ծնվել էի, երբ իմ եղբայրը մահացել էր։ Յուրաքանչյուր կարևոր պահ, յուրաքանչյուր ուրախություն ցավ, գրված էր այդ նամակներում։ Բայց ամենացնծողը եղավ, երբ գտա լուսանկար։ Երկու երիտասարդ, ժպտացող, երջանիկ։ Հետում գրված էր, Գառնիկ Վարսենիկ, 1948, մեր հարսանիքի օրը։ Նայեցի ավելի ուշադիր։ Այդ տղամարդը ես ճանաչում էի այդ դեմքը։ Վազեցի դեպի հյուրասենյակ, որտեղ կախված էին ընտանեկան լուսանկարները։ Այնտեղ անկյունում կար մի լուսանկար 1990-ականներից, հայրս իր ընկերոջ հետ, որին մենք միշտ կոչում էինք Գառնիկ պապիկ։ Նա եղել էր մեր ընտանիքի ընկերը, միշտ գալիս էր տոներին։ Համեմատեցի լուսանկարները։ Նույն մարդը, ծերացած, բայց նույն աչքերով։ Սիրտս կանգ առավ։ Պապիկս եղել էր մեր կյանքում, ամբողջ ժամանակ, բայց որպես ընտանեկան ընկեր։ Հիշեցի, թե ինչպես էր նա միշտ ուշադիր նայում հորս, ինչպես էր գաղտնի փող տալիս ինձ եղբորս, ինչպես էր տատիկս միշտ լարվում, երբ նա գալիս էր։ Զանգահարեցի մորս։ Մամա, պետք է գաս տատիկի տուն։ Հիմա։ Երբ մայրս եկավ, ես ցույց տվեցի նամակները։ Նա նստեց, դեմքը սպիտակեց։ Ես միշտ կասկածել եմ, շշնջաց նա։ Գառնիկ պապիկը չափազանց նման էր հոր։ Որոշեցինք գտնել Գառնիկին։ Նա դեռ ողջ էր, 95 տարեկան, ապրում էր ծերանոցում։ Երբ մտանք նրա սենյակ, նա նայեց մեզ, սկսեց լաց լինել։ Վարսենիկը մահացել է, հարցրեց նա։ Մենք գլխով արեցինք։ Ես գիտեի։ Զգացի, ասաց նա։ Նստեցինք նրա մահճի եզրին։ Նա պատմեց ամեն ինչ։ Ինչպես էր սիրահարվել մեկ կնոջ, ինչպես էր լքել Վարսենիկին 1 տարեկան Վահանին։ Ինչպես էր փոշմանել եկել էդ, բայց Վարսենիկը մերժել էր նրան։ Նա ասաց, մեռած մարդիկ չեն վերադառնում, ասաց Գառնիկը։ Բայց Վարսենիկը թույլ տվել էր նրան տեսնել որդուն, որպես ընտանեկան ընկեր։
Նա եղել էր բոլոր կարևոր իրադարձություններին թաքուն, լուռ, դիտելով իր որդու թոռների մեծանալը։ Ամեն անգամ, երբ գալիս էի, Վարսենիկը լաց էր լինում իր սենյակում։ Ես լսում էի, ասաց նա։ Հասկացավ, թե ինչու էր տատիկս ամեն օր նույն ժամին լաց լինում, ժամը 3-ին։ Դա այն ժամն էր, երբ Գառնիկը սովորաբար այցելում էր մեզ։ 50 տարի նա լացել էր կորցրած սիրո համար, որը կանգնած էր իր հյուրասենյակում։ Հասկացավ, թե ինչու էր տատիկս ամեն օր նույն ժամին լաց լինում, ժամը 3-ին։ Դա այն ժամն էր, երբ Գառնիկը սովորաբար այցելում էր մեզ։ 50 տարի նա լացել էր կորցրած սիրո համար, որը կանգնած էր իր հյուրասենյակում։ Գառնիկը հանեց մի ծրար իր բարձի տակից։ Սա Վարսենիկից է։ Նա ուղարկեց ինձ 1 շաբաթ առաջ։ Բացեցի ծրարը։ Ներսում 1 տող։ Ներիր ինձ, որ չկարողացա ներել քեզ։ Սիրում եմ քեզ, միշտ։ Հորս զանգահարեցի։ Նա եկավ արագ, տեսավ Գառնիկին, ամեն ինչ հասկացավ։ Նրանք նայեցին իրար, հայր-որդի, առաջին անգամ իմանալով ճշմարտությունը։ Հայրս նստեց ծերունու կողքին, վերցրեց նրա ձեռքը։ Հայրիկ, ասաց նա պարզապես։ Գառնիկը մահացավ 2 շաբաթ անց, խաղաղ, իմանալով, որ վերջապես ճանաչվել է։ Թաղեցինք նրան տատիկիս կողքին։ Գերեզմանակարի վրա գրեցինք, սիրող ամուսին հայր։ Վերջապես նրանք միասին էին մահվան մեջ, ինչպես չէին կարողացել լինել կյանքում։ Հիմա, երբ նայում եմ նրանց լուսանկարին, տեսնում եմ ոչ թե ողբերգություն, սեր, այնքան ուժեղ, որ տելը 73 տարի, անգամ բաժանված։ Տատիկս գրել էր նամակներ, որոնք երբեք չէր ուղարկել, բայց միգուցե նա գիտեր, որ մի օր դրանք կհասնեն։